Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք առնետների մասին 2026 թվականի մասին։ Քանի որ նոր տարին ընդամենը սկսվել է իհարկե չինական հորոսկոպով փետրվարի 17-ից, դրա համար ճիշտ ժամանակն է խոսել, թե ձեզ ինչ է սպասվելու հիմա։ Ձիու տարին կլինի փետրվարի 17-ից մինչև 2027 թվականի փետրվարի 5-ը։ Ովքեր են ծնվել այս տարում, ովքեր որ ծնվել են 1924 թվականին 36, 48, 60, 72, 84, 96, 2008, 2020 թվականները և արդեն 2033 թվականը ևս կլինի առնետի տարի։ 2026 թվականը առնետների համար կլինի փոփոխություններով և փորձություններով լի տարի։ Կրակեձին բերում է շատ էներգիա, անկախության ցանկություն և արագ գործելու տրամադրություն, բայց կարևոր է չշտապել ու չգործել միայն զգացմունքներով կամ էմոցիաներով, որովհետև շտապ որոշումները կարող են սխալների բերել։ Սիրային հարաբերություններում պետք է լինել բաց ու անկեղծ, բայց նաև մի քիչ զգույշ։ Ձիու ազդեցությունը կարող է ուժեղ կրքոտություն առաջացնել, որը երբեմն կարող է մարդուն մոլորեցնել, իսկ երբեմն էլ մեծ ոգեշնչում տալ։ Ընտանիքում այս տարի կարող են լինել փոքր թյուրիմացություններ, բայց դրանք հեշտ կլուծվեն, եթե խոսեք հանգիստ ու անկեղծ։ Փորձեք ավելի շատ ուշադրություն ու հոգատարություն ցույց տալ ձեր մտերիմներին և չհեռանալ նրանցից։ Առողջության համար կարևոր կլինի կարգապահությունը, փորձեք չգերհոգնել, լավ քնել և առօրյայում մի քիչ ավելի շատ շարժվել կամ սպորտով զբաղվել։ Աշխատանքի ոլորտում 2026 թվականը կարող է բերել նոր հնարավորություններ, բայց դրանցից օգտվելու համար պետք է լինել վճռական և ճկուն։ Ավելի լավ է համագործակցել մարդկանց հետ և փորձել փոխանակել, քան մրցակցել։ Ֆինանսների հարցում վիճակը կարող է բարելավել, եթե ամեն ինչ ճիշտ պլանավորեք։ Ձին սիրում է համարձակ մարդկանց, բայց նաև նրանց, ովքեր գործում են խելամիտ։ Ընդհանուր առմամբ սա այն տարին է, երբ առնետները կարող են հիմք դնել իրենց ապագա հաջողության և բարեկեցության համար։ Աշխատանք և գումար 2026 թվականին չինական հորոսկոպը առնետների համար կանխատեսում է կարիերայի ակտիվ ու արագ զարգացում։ Կրակի էներգիան կօգնի ձեզ ցույց տալ ձեր առաջնորդական հատկությունները և ավելի նկատելի դառնալ աշխատանքի մեջ։ Ձեզ կարող են սպասել նոր նախագծեր։ Հնարավոր է նաև պաշտոնի բարձրացում և ձեր աշխատանքի գնահատում։ Բայց հաջողությունների հետ միասին կարող է ավելանալ նաև աշխատանքային ծանրաբեռնվածությունը, այդ պատճառով կարևոր է ճիշտ բաշխել ձեր ուժերն ու ժամանակը։ Առնետները, ովքեր աշխատում են հաղորդակցության, շփման, տեխնոլոգիաների կամ ֆինանսների ոլորտում, կարող են հատկապես հաջող շրջան ունենալ։ Այս տարին նաև լավ է սովորելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու և մասնագիտական կապերը ընդլայնելու համար։ Նոր ծանոթությունները կարող են օգնել հասնել ավելի բարձր մակարդակի, բայց պետք է զգույշ լինել վստահելու հարցում, որովհետև ոչ բոլոր մարդիկ են վստահելի լինելու։ Լավագույն տարբերակը հանգիստ և մտածված գործելն է, չտրվել արտաքին ճնշմանը, այդ դեպքում հաջողությունը կլինի ավելի կայուն։ Ֆինանսների տեսանկյունից տարին խոստանում է համեմատաբար կայուն վիճակ, եթե դուք զգույշ վերաբերվեք գումարին։ Փորձեք խուսափել հանկարծակի գնումներից և ռիսկային ներդրումներից։ 2026 թվականին ավելի լավ է գումար ներդնել այնպիսի բաների մեջ, որոնք իրական օգուտ են բերում, օրինակ կրթություն, բնակարան կամ սեփական գործի զարգացում։ Եթե կարողանաք վերահսկել ձեր բյուջեն և մտածել երկարաժամկետ ծրագրերի մասին, դա կօգնի ուժեղացնել ձեր ֆինանսական վիճակը և պատրաստվել ապագա հնարավորություններին։ Փորձեք կենտրոնանալ դանդաղ, բայց կայուն աճի վրա, ոչ թե արագ ու անմիջական արագ շահույթի վրա։ Կարմիր ձին առատաձեռն է այն մարդկանց հանդեպ, ովքեր գործում են վստահությամբ, բայց նաև պահպանում են հավասարակշռությունը։ Առնետների համար 2026 թվականը կարող է դառնալ այն ժամանակահատվածը, երբ կստեղծվի ամուր ֆինանսական հիմք
և վստահություն վաղվա օրվա հանդեպ։ Սեր և ընտանիք։ Չինական հորոսկոպի համաձայն 2026 թվականին առնետների կյանքը կանցնի կրքոտ և ազատասեր կարմիր ձիու ազդեցության ներքո։ Այս էներգիան կարող է բերել շատ զգացմունքներ, ոգեշնչում և նոր զգացողություններ։ Առնետի տարում ծնված մարդիկ այս ընթացքում կարող են դառնալ ավելի նկատելի և գրավիչ։ Նրանց բնական հմայքը ավելի կուժեղանա և հակառակ սեռի ուշադրությունը ավելի հաճախ կլինի դեպի ձեզ։ Բայց հարաբերություններում ներդաշնակություն պահպանելու համար կարևոր է չչարաշահել այս էներգիան և փորձել զսպել չափազանց ուժեղ զգացմունքները։ Նրանց համար, ովքեր արդեն հարաբերության մեջ են, 2026 թվականը կարող է լինել վստահության և անկեղծության փորձություն։ Ձիու ազդեցությունը երբեմն կարող է մարդկանց ավելի արագ բարկացնել։ Այդ պատճառով առնետներին կարևոր է սովորել ուշադիր լսել իրենց զուգընկերոջը և չտրվել սադրանքներին։ Բաց և անկեղծ լինելը, ինչպես նաև անհրաժեշտ պահին զիջել կարողանալը կօգնեն խուսափել վեճերից։ Միայնակ առնետները, հակառակը, կարող են ապրել շատ վառ և անսպասելի սիրահարվածություն։ Այդ զգացումը կարող է նրանց կյանքի մեջ բերել նոր գույներ, ուրախություն և մեծ ոգեշնչում։ Ընտանեկան կյանքում 2026 թվականի համար չինական հորոսկոպը խորհուրդ է տալիս ավելի շատ ժամանակ և ուշադրություն հատկացնել հարազատներին և միասին արված գործերին։ Համատեղ ճամփորդությունները, ջերմ ու բարեկամական մթնոլորտը և ընտանիքի աջակցությունը կօգնեն ավելի ամրացնել հարաբերությունները։ Սա նաև լավ ժամանակ է հարսանիք պլանավորելու, երեխա ունենալու կամ տունը կարգավորելու և բարելավելու համար։ Ամենակարևորը չփորձեք ամեն ինչ վերահսկել, այլ գործեք ջերմությամբ, հոգատարությամբ և հարգանքով մեկը մյուսի հանդեպ։ Այսպեսով առնետները կկարողանան պահպանել սերն ու ներդաշնակությունը, որոնք կարող է իրենց բերել կարմիր ձիու տարվա էներգիան։ Եվ հիմա ուզում եմ խոսեմ յուրաքանչյուր ամսվա համար։ Չեմ կարող առանձնացնել այսքանը, ներեցեք, դուք կարող եք ձեզ մոտ գրանցել այս կամ այն ամիսը, և հիմա արդեն հունվարը բնականաբար անցել է, փետրվարը ևս անցել է, կարող եք դուք մարտ ամսից ձեզ մոտ գրանցել և հետո վերադառնալ նայելու համար։ Եվ այսպիսով հունվարին լուսնային ամսվա օրերը պետք է դուք նայեք, դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 17-ն է սա ընկնում, դա իրենց մոտ այդպես է։ Դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 17-ը 2026 թվականի, դեկտեմբեր 2025, հունվար 2026։ Տարվա սկիզբը կանցնի փոփոխական էներգիայի ազդեցության տակ, հեռացող փայտե օձի և մոտեցող կարմիր ձիու ազդեցությամբ։ Այս ամիսը առնետների համար կլինի անցյալը վերանայելու և նոր շրջանին պատրաստվելու ժամանակ։ Փորձեք ավարտին հասցնել հին գործերը և բաց թողնել անցյալի հիասթափությունները։ Սա լավ շրջան է ներքին մաքրության, ծրագրեր կազմելու և հարազատների հետ հարաբերությունները ամրապնդելու համար։ Փետրվարը դա հունվարի 18-ից մինչև փետրվարի 16-ը ընկած ժամանակահատվածն է։ Կարմիր կրակե ձիու տարվա սկսվելուց հետո առնետները պետք է ուշադրություն դարձնեն իրենց հուզական վիճակին։ Այս ամիսը կարող է բերել նոր ծանոթություններ, հետաքրքիր առաջարկներ և գաղափարներ։ Կարևոր է խուսափել շտապ որոշումներից, քանի որ ձիու էներգիան երբեմն առաջացնում է իմպուլսիվ քայլեր։ Սիրո մեջ սա անկեղծ խոսակցությունների և վստահության ամրապնդման ժամանակն է, իսկ գործերում կարող է սկսվել նոր փուլ։ Մարտ ամսվա համար դա փետրվարի 17-ից մինչև մարտի 17-ը ընկած ժամանակահատվածն է։ Մարտին առնետները կզգան ոգեշնչում և ավելի մեծ ինքնավստահություն։ Սա լավ շրջան է կարիերայի զարգացման և գործնական կապերը ամրապնդելու համար։ Ձեր աշխատասիրությունն ու համառությունը կսկսեն արդյունք տալ։ Անձնական կյանքում հնարավոր են ռոմանտիկ փոփոխություններ, հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են նոր զգացմունքների։ Փորձեք զգուշորեն ծախսել գումարը, քանի որ ամսվա երկրորդ կեսին կարող է լինել անսպասելի ծախսեր։ Միգուցե նաև մեծ։ Հաջորդ ամիսը դա ապրիլն է, մարտի 18-ից է սկսվում մինչև ապրիլի 15-ը։ Ապրիլը կլինի ակտիվ գործողությունների շրջան։
Դուք կարող եք նախաձեռնություն ցուցաբերել, լավ հարաբերություններ ստեղծել գործընկերների հետ եւ շահել ղեկավարության վստահությունը։ Այս ամիսը նաև շատ լավ է սովորելու կամ մասնագիտական հմտությունները զարգացնելու համար։ Սիրո մեջ ներդաշնակություն կլինի միայն անկեղծության եւ բաց լինելու դեպքում։ Փորձեք խուսափել շտապելուց եւ խանդից։ Մի խանդեք։ Մայիս ամսվա համար դա ապրիլի 16-ից մինչև մայիսի 14 ընկած ժամանակահատվածն է։ Մայիսը հնարավորություն կտա կարգավորել ֆինանսները եւ ավելի կազմակերպված դարձնել ձեր գործերը։ Ուշադիր եղեք փաստաթղթերին եւ ժամկետներին, քանի որ նույնիսկ փոքր սխալները կարող են խնդիրներ ստեղծել։ Անձնական հարաբերություններում հնարավոր են նոր բացահայտումներ եւ խոստովանություններ։ Դա նաև լավ ժամանակ է բնության մեջ հանգստանալու եւ ուժերը վերականգնելու համար։ Հունիս ամիսը դա մայիսի 15-ից մինչև հունիսի 13-ն է։ Հունիսին ձեզանից կպահանջվի լինել ճկուն եւ համառ։ Աշխատանքում կարող են լինել փոփոխություններ կամ անսպասելի առաջարկներ։ Մի վախեցեք նախաձեռնություն ցուցաբերել։ Հաջողությունը գալիս է նրանց մոտ, ովքեր պատրաստ են դուրս գալ իրենց սովորական միջավայրից։ Անձնական կյանքում հնարավոր են ուժեղ հույզեր, բայց դրանք արագ կհանդարտվեն, եթե դուք լինեք նրբանկատ։ Ֆինանսների հարցում պետք է լինել շատ զգույշ։ Հուլիսը դա հունիսի 14-ից մինչև հուլիսի 12-ն է։ Հուլիսը կբերի ներշնչանք եւ ստեղծագործական էներգիա։ Աշխատանքում կարող եք իրականացնել այն գաղափարները, որոնք վաղուց հետաձգում եք։ Սակայն կարևոր է պահպանել ինքնատիրապետումը եւ չմտնել կոնֆլիկտների մեջ, հատկապես ղեկավարության հետ։ Հարաբերություններում կգա քնքշության եւ վստահության շրջան։ Դա նաեւ լավ ժամանակ է ճամփորդելու կամ ընտանիքի հետ ծրագրեր կազմելու համար։ Օգոստոսը դա հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 10-ն է։ Օգոստոսը կլինի հանգստի եւ վերաիմաստավորման ամիս։ Այս շրջանում կարևոր է մի փոքր դանդաղել եւ ուշադրություն դարձնել առողջությանը։ Հնարավոր է հոգնածություն։ Դրա համար կարևոր է լավ քնել եւ պահպանել առողջ սնունդ։ Ֆինանսական վիճակը կմնա կայուն, եթե խուսափեք ավելորդ ծախսերից։ Սեպտեմբերը դա օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածն է։ Սեպտեմբերը կբերի ակտիվություն գործերում եւ համագործակցության նոր հնարավորություններ։ Սա լավ ժամանակ է սովորելու, աշխատանքի ուղղությունը փոխելու կամ բիզնեսը զարգացնելու համար։ Հարաբերություններում կարող են լինել վառ զգացմունքներ եւ նոր տպավորություններ։ Կարևոր է չշտապել որոշումների հարցում եւ վստահել ձեր ինտուիցիային։ Հոկտեմբեր ամիսը դա սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածն է։ Հոկտեմբերը կլինի ձեր կատարած աշխատանքի արդյունքները գնահատելու ժամանակը։ Դուք կհասկանաք, թե ձեր ջանքերը ինչ արդյունք են տվել եւ անհրաժեշտության դեպքում կփոխեք ծրագրերը։ Սա նաեւ ստեղծագործական գաղափարների համար շատ լավ շրջան է։ Սիրո մեջ հնարավոր է ուժեղ կիրք եւ փոփոխությունների ցանկություն։ Նոյեմբերը դա հոկտեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածն է։ Նոյեմբերին առնետները հնարավորություն կունենան ցույց տալ իրենց կարողությունները եւ ամրապնդել իրենց դիրքերը աշխատանքում։ Հնարավոր է առաջնորդություն վերցնելու հնարավորություն, որը կբարձրացնի ձեր հեղինակությունը։ Անձնական հարաբերություններում կլինի կայունություն եւ վստահություն։ Կարևոր է կենտրոնանալ հիմնական նպատակների վրա։ Եվ դեկտեմբերը իհարկե դա նոյեմբերի 8-ն է մինչև դեկտեմբերի 6-ը։ Դեկտեմբերը կավարտի տարին հանգստությամբ եւ ներքին ներդաշնակությամբ։ Այս ամիսը կբերի վստահություն եւ ձեր ձեռքբերումների գիտակցություն։ Սա լավ ժամանակ է տարվա արդյունքները ամփոփելու, ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու եւ հանգստանալու համար։ Ֆինանսական վիճակը կմնա կայուն։ Իսկ հաջողությունը կուղեկցի նրանց, ովքեր գործում են իմաստությամբ եւ բարությամբ։ Ինչը ձեզ հաջողություն կբերի 2026 թվականին։ Ձեր հաջողության գույները կլինեն բաց կանաչը, արծաթ գույնը եւ սպիտակը։ Այս գույները կօգնեն պահպանել ներքին հավասարակշռությունը եւ ձեր կյանքում ավելի շատ դրական էներգիա ներգրավել։ Փորձեք այս գույները օգտագործել ձեր հագուստում, աքսեսուարներում կամ տան եւ աշխատավայրի ինտերիերում։
Օրինակ կարող եք աշխատասենյակում ավելացնել կանաչ գույնի իրեր կամ կրել արծաթագույն փայլով զարդեր։ Դա ավելի հեշտ է։ Դա կարող է ուժեղացնել ձեր ինքնավստահությունն ու ինտուիցիան։ 2026 թվականին առնետների համար հաջողության թվերը կլինեն 1 և 6։ Այս թվերը կարող են հաճախ հանդիպել կարևոր պահերին, գործերում կամ հանդիպումների ժամանակ և օգնել ճիշտ մարդկանց հանդիպել ու ճիշտ որոշումներ կայացնել։ Նաև կարևոր են արևելյան և հյուսիսային ուղղությունները։ Այս կողմերը կարող են բերել ավելի շատ ոգեշնչում և կայունություն։ Եթե ցանկանում եք փոխել կահույքի դասավորությունը կամ ընտրել աշխատելու ինչ-որ վայր, ցանկալի է ուշադրություն դարձնել, որ այն լինի դեպի արևելք կամ հյուսիս ուղղված։ Ինչը կարող է անհաջողություններ բերել ձեզ 2026 թվականին, հարգելի առնետներ։ 2026 թվականին պետք է խուսափել շատ վառ կարմիր և նարնջագույն գույների չափազանց օգտագործումից։ Քանի որ տարվա հիմնական տարրը կրակն է, այդ գույները կարող են ավելացնել ներքին լարվածություն և վեճերի հավանականություն։ Ավելի լավ է հագուստում և շրջապատում ընտրել հանգիստ և հավասարակշռված գույներ։ Նախքան այս երանգներով որևէ բան գնելը մտածեք, թե արդյոք այն չի ուժեղացնում հոգնածությունն ու նյարդային լարվածությունը։ 2026 թվականին 4 և 9 թվերը կարող են համարվել ձեզ համար ոչ այնքան բարենպաստ։ Ցանկալի է այդ օրերին չնշանակել կարևոր բանակցություններ, գործարքներ կամ ճանապարհորդություններ։ Նաև պետք է զգույշ լինել հարավ-արևմտյան և արևմտյան ուղղություններով ուղևորություններ պլանավորելիս, քանի որ այդ կողմերը կարող են բերել անկայուն էներգիա։ Լավ կլինի նախօրոք մանրամասն մտածել երթուղին և ունենալ ապահովագրություն։ Եթե լինեք զգուշավոր և չափավոր, կկարողանաք խուսափել ավելորդ խնդիրներից և պահպանել հաջողությունը, իհարկե, դեպի ձեր կողմ։ Առնետների համար ամենահաջող սիրային համատեղությունը 2026 թվականին կարմիր կրակի ձիու տարին կբերի շատ զգացմունքներ, ակտիվություն և կիրք։ Սիրո մեջ առնետների համար ամենահաջող հարաբերությունները կարող են լինել ցուլի, վիշապի և կապիկի նշանների հետ։ Ցուլը դա տարվա ծնված ցուլերի մասին է խոսքը։ Այս միությունները կօգնեն պահպանել հավասարակշռություն բանականության և զգացմունքների միջև և հարաբերություններին կտան կայունություն և խորություն։ Ցուլը առնետի կյանքում կբերի վստահություն, հանգստություն և հոգատարություն, օգնելով ստեղծել ամուր ընտանիք։ Վիշապը կարող է ոգեշնչել, աջակցել երազանքներին և ուժ տալ նոր նպատակներին հասնելու համար։ Կապիկը հարաբերություններին կավելացնի ուրախություն, հետաքրքիր պահեր և նորություն, որպեսզի կյանքը չդառնա միապաղաղ։ 2026 թվականին այս հարաբերությունները կարող են դառնալ ուրախության և զարգացման աղբյուր։ Եվ իհարկե ամենաբարդ սիրային հարաբերությունները, որոնք որ դուք կարող եք ստեղծել 2026 թվականներին, դա ում համար է։ Ում հետ իհարկե։ Ձիու տարին կարող է որոշ դժվարություններ ստեղծել հարաբերություններում այծի, ձիու և աքաղաղի նշանների հետ։ Այս միությունները կարող են պահանջել ավելի շատ համբերություն և փոխադարձ հարգանք, որպեսզի խուսափեք վեճերից։ Ձին սիրում է ազատություն և անկախություն, ինչը երբեմն կարող է առնետի մեջ առաջացնել անվստահություն։ Այծի հետ հարաբերությունները կարող են լինել շատ զգացմունքային և կարևոր է սովորել լսել միմյանց և չվիրավորվել շատ հեշտ։ Աքաղաղի հետ կարող են առաջանալ վեճեր տարբեր կարծիքների և սկզբունքների պատճառով, բայց եթե մոտենաք խելամտորեն, այդ հարաբերությունները կարող են օգնել ավելի լավ հասկանալ միմյանց և աճել որպես անձ։ Երբ առնետներին արժե կարևոր փոփոխություններ անել 2026 թվականին։ 2026 թվականին առնետների համար փոփոխություններ անելու ամենահաջող ամիսները կլինեն մարտը, հուլիսը և նոյեմբերը։ Այս ամիսներին կարող են առաջանալ բարենպաստ պայմաններ կարիերայի աճի, աշխատանքի ուղղությունների փոփոխելու կամ նոր նախագծեր սկսելու համար։ Այդ ժամանակ կարծես ամեն ինչ ձեզ կմղի առաջ շարժվելու։ Դրա համար կարևոր է բաց չթողնել ձեր կարողությունները ցույց տալու հնարավորությունը։
Պետք է նաև ուշադրություն դարձնել այն հնարավորություններին, որոնք գալիս են արևելքից և հյուսիս-արևելքից։ Այս ուղղությունները կարող են բերել աջակցություն և հաջողություն։ Մարտին լավ ժամանակ է ղեկավարությունից բարձրացում կամ նոր հնարավորություններ խնդրելու համար։ Հուլիսին բարենպաստ է սկսել նոր գործեր կամ ծրագրեր։ Նոյեմբերին ցանկալի է ամրապնդել արդեն ձեռք բերված արդյունքները։ Այս ժամանակահատվածները կարող են օգնել ոչ միայն իրականացնել ձեր նպատակները, այլ նաև գտնել ճիշտ գործընկերներ ու աջակիցներ։ Հնարավոր է նաև, որ այդ ամիսներին դուք լինեք ուշադրության կենտրոնում աշխատանքում կամ ստանաք գնահատանք ձեր նախկին աշխատանքի համար։ Տնօրենը կարող է առաջարկել նոր նախագիծ կամ ազդեցիկ մարդը կարող է գովել ձեր աշխատանքը։ Օգտագործեք այդ պահը, որպեսզի ավելի ամրապնդեք ձեր դիրքը և լիովին ցույց տաք վերջապես ձեր տաղանդը։ Եվ ինչ դժվարություններ անձնական և գործնական կյանքում կլինեն 2026 թվականին։ Կարմիր կրակի ձիու տարին կարող է բերել ավելի շատ հուզականություն և անկախ լինելու ցանկություն։ Դրա պատճառով երբեմն կարող են առաջանալ լարված իրավիճակներ ինչպես աշխատանքի վայրում, այնպես էլ անձնական հարաբերություններում։ Վեճերը կարող են առաջանալ շտապելու, չասված խոսքերի կամ չափազանց վերահսկելու պատճառով։ Դրանցից խուսափելու համար կարևոր է լինել ավելի ճկուն և պատրաստ խոսելու ու հասկանալու մյուսներին։ 2026 թվականին ոչ այնքան բարենպաստ են համարվում հարավ-արևմտյան և արևմտյան ուղղությունները։ Լավ է այդ կողմերի հետ կապված գործեր չսկսել, կարևոր գործեր հատկապես, և մեծ ճամփորդություններ չպլանավորել։ Պետք է նաև ուշադրություն դարձնել առողջությանը։ Հոգնածությունը և սթրեսը կարող են թուլացնել իմունիտետը։ Դրա համար կարևոր է ժամանակ գտնել հանգստի համար։ Օգնում են նաև յոգան, զբոսանքները և շնչառական վարժությունները, որոնք կօգնեն վերականգնել ձեր էներգիան։ Հարաբերություններում փորձեք չշտապել եզրակացություններ անել։ Համբերությունը և մյուսներին լսելու կարողությունը կօգնեն պահպանել խաղաղությունն ու վստահությունը։ Եթե դժվարություններ առաջանան, փորձեք գտնել փոխզիջում, ոչ թե գնալ հակամարտության։ Սա կլինի հաջողության հիմնական բանալին իհարկե կրակե ձիու տարում։ Եվ հիմա ովքեր որ ծնվել են առնետի տարում, բայց ծնվել են այս կամ այն ամսում, դուք կարող եք լսել նաև դա։ Այսինքն առնետ ծնված տարին առնետ, բայց ամիսը խոյ, ցուլ, եղվորյակ և այլն։ Դուք կարող եք առանձին լսել մեկ նախադասությամբ ձեր մասին։ Եվ այսպիսով առնետ խոյ։ Տարվա սկզբին խոյերին պետք է սովորել կառավարել ուժեղ կրակե էներգիան։ Ձեր բնական արագ ու կրքոտ բնավորությունը միանալով ձիու տարվա էներգիային կարող է բերել հոգնածության և էմոցիոնալ լարվածության։ Բայց արդեն ապրիլից դուք կգտնեք ճանապարհ, թե ինչպես օգտագործել այդ ուժը ճիշտ ուղղությամբ։ Մի վախեցեք մեծ նպատակներից, որովհետև այս տարի նույնիսկ ամենահավակնոտ նախագծերը կարող են հաջողվել։ Պարզապես սովորեք ոչ միայն արագ առաջ գնալ, այլ նաև ժամանակին կանգ առնել, այդ դեպքում տարին կարող է բերել շատ մեծ ձեռքբերումներ։ Առնետ ցուլ։ Այս տարի ցուլերը պետք է մի փոքր հրաժարվեն իրենց սովորական հանգիստ ռիթմից և պատրաստ լինեն ավելի արագ կյանքին։ Ձիու արագ էներգիան ձեզ կստիպի շարժվել ավելի արագ։ Փորձեք բաց լինել հանկարծակի որոշումների համար և երբեմն թույլ տվեք ձեզ լինել ավելի ինքնաբուխ։ 2026 թվականին ռիսկը կարող է դառնալ ձեր լավ օգնականը, նույնիսկ եթե սկզբում դա անհարմար թվա։ Բայց տարվա վերջում դուք կզարմանաք, թե որքան հետաքրքիր կարող է լինել կյանքը արագ ռիթմով։ Առնետ եղվորյակներ։ Այս տարին կարծես հենց ձեզ համար է ստեղծված։ Ձեր փոփոխական բնավորությունը շատ լավ համընկնում է տարվա էներգիայի հետ։ Դուք կարող եք զբաղվել մի քանի նախագծերով միաժամանակ, հետաքրքրվել տարբեր բաներով և ամեն տեղ հասցնել։ Մի փորձեք կենտրոնանալ միայն մեկ բանի վրա, որովհետև ձեր ուժը բազմազանության մեջ է։ Շփումների ցանկությունը շատ կուժեղանա, և դա շատ լավ է, որովհետև նոր ծանոթությունները կարող են մեծ հնարավորություններ ձեզ բացել։ Առնետ խեցգետին։
Այս տարի կյանքը կարծես ձեզ դուրս կբերի ձեր հարմարավետ տարածքից, հարմարավետության գոտուց եւ կգցի կյանքի ակտիվ հոսքի մեջ։ Պետք է սովորեք հարմարվել փոփոխությունների, նույնիսկ եթե երբեմն ուզում եք պարզապես թաքնվել եւ հանգիստ լինել։ Փորձեք այս ամենը տեսնել որպես հետաքրքիր արկած, ոչ թե վտանգ։ Մոտավորապես մայիսին դուք արդեն կհարմարվեք նոր ռիթմին եւ նույնիսկ կսկսեք հաճույք ստանալ դրանից։ Երբեմն լավագույն պաշտպանությունը ակտիվ քայլ անելն է։ Առնետ եւ առյուծ։ Առյուծների համար այս տարին կարող է դառնալ հաղթանակների եւ ճանաչման շրջան։ Տարվա կրակե էներգիան ավելի կուժեղացնի ձեր բնական խարիզման։ Կարող եք վստահությամբ սկսել նույնիսկ ամենամեծ նախագծերը։ Այս տարի ձեր աստղը կարող է շատ վառ փայլել եւ դա կգրավի թե երկրպագուներին, թե համախոհներին։ Միամաչեք ձեր ուժից, որովհետև ձիու տարին սիրում է ուժեղ ու վստահ առաջնորդներին։ Առնետ եւ կույս։ Կույսերը 2026 թվականին ստիպված կլինեն մի փոքր մոռանալ կատարյալ ամեն ինչ անելու ցանկությունը, որ ձեզ մոտ միշտ ամեն ինչը կատարյալ պետք է լինի։ Տարվա էներգիան այնքան արագ է լինելու, որ միշտ ժամանակ չի լինի ամեն ինչ մանրամասն պլանավորելու։ Ավելի լավ է վստահել ձեր ինտուիցիային, որովհետև այս տարի այն կարող է ավելի ճիշտ աշխատել, քան երկար մտածելը։ Փորձեք չվերահսկել ամեն մանրուք եւ թույլ տվեք կյանքին երբեմն ձեզ հաճելիորեն զարմացնել։ Աշնանը դուք կհասկանաք, որ երբեմն ինքնաբուխ որոշումները կարող են ավելի լավ արդյունք տալ, քան երկար պլանավորումը։ Առնետ կշեռք։ Կշեռքները այս տարի պետք է հրաժարվեն երկար մտածելու սովորությունից։ Ձիու էներգիան արագ որոշումներ է պահանջում եւ միշտ ժամանակ չի լինի երկար մտածելու համար։ Սովորեք վստահել առաջին զգացողությանը, որովհետև այս տարի այն հաճախ ճիշտ կլինի։ Փորձեք նաև ավելի ազատ արտահայտել ձեր զգացմունքները եւ չվախենալ փոքր փոփոխություններից հարաբերություններում։ Երբեմն փոքր ցնցումները կարող են նույնիսկ լավ ազդեցություն ունենալ հարաբերությունների վրա։ Առնետ կարիճ։ Կարիճները պետք է փորձեն իրենց ուժեղ էներգիան ուղղել ճիշտ ուղղությամբ։ Այս տարի ձեր կրքոտությունը կարող է շատ ուժեղ լինել եւ կարեւոր է զգուշանալ, որպեսզի էմոցիաների ազդեցության տակ չվնասեք հարաբերությունները կամ չփակեք ճանապարհները։ Եթե կարողանաք կառավարել ձեր ներքին ուժը, ապա կարող եք մեծ հաջողությունների հասնել ցանկացած ոլորտում։ Անձնական կյանքում նույնպես հնարավոր է շատ ուժեղ զգացմունքներ եւ կրքոտ հարաբերություններ ունենաք։ Առնետ աղեղնավոր։ Աղեղնավորների համար 2026 թվականը կարող է բացել ճանապարհ դեպի նոր հորիզոններ։ Ձեր արկածների հանդեպ սերը այս տարի շատ հնարավորություններ կստանա իրականանալու։ Մի վախեցեք մեծ նպատակներից, որովհետև այս տարի շատ բաներ է հնարավոր։ Հնարավոր են նաև հեռավոր ճամփորդություններ եւ մեծ փոփոխություններ ձեր կյանքում։ Ձեր լավատեսությունը եւ հավատը հաջողության նկատմամբ կարող են իրականում հաջողություն բերել։ Առնետ այծեղջյուր։ Այս տարի աստղերը այծեղջյուրներին խորհուրդ են տալիս մի փոքր թուլացնել վերահսկողությունը եւ թույլ տալ, որ կյանքը ավելի ազատ հոսի։ Կրակե ձին կարող է ձեզ սովորեցնել ավելի ինքնաբուխ լինել եւ հաճույք ստանալ յուրաքանչյուր պահից։ Այն, ինչ նախկինում թվում էր թեթևամիտ, այս տարի կարող է դառնալ հաջողության բանալին։ Երբեմն պարզապես պետք է վստահել կյանքի հոսքին։ Առնետ ջրհոս։ Այս տարի կարող եք իրականացնել այն գաղափարները, որոնք նախկինում թվում էին շատ անհավանական։ Տարվա էներգիան սիրում է նորարարություն եւ կարող է աջակցել ձեր ամենաարտասովոր մտքերին։ Եթե ունեք նախագիծ, որը ուրիշները համարում են անհնար, հենց հիմա լավ ժամանակ է դա փորձելու համար։ Հնարավոր է գտնեք նաև մարդկանց, ովքեր կաջակցեն ձեր գաղափարներին։ Առնետ ձկներ։ Ձկները կարող են այս տարի օգտագործել փոփոխությունների էներգիան, ստեղծագործական մեծ առաջընթացի համար։ Ձեր ինտուիցիան միանալով տարվա կրակե էներգիային կարող է ստեղծել շատ ուժեղ ստեղծագործական պոտենցիալ։ Մի վախեցեք ավելի բաց արտահայտել ձեր զգացմունքները։
Այս տարի չափազանց զսպված լինելը այնքան էլ օգտակար չէ։ Կարևոր է նաև զարգացնել ինքնավստահությունը և սովորել ավելի վճռական լինել, ոչ թե պարզապես գնալ հոսքի հետ, այլ ստեղծել ձեր սեփական ճանապարհը։ Ահա այսքանն էր ձեզ համար, հարգելի առնետներ, ամբողջ տեղեկատվությունը մեկ տեսանյութում։ Եթե հնարավոր լինի, ապա ամբողջը կառանձնացնեմ, եթե ոչ, ապա լսեք որևիցե գործ անելու ժամանակ։ Այսքանը ձեզ ամենահաջողակ տարին եմ մաղթում։